Բարի երեկո, դուք միացել եք 5-1-ին, նոր ժամանցային հաղորդում, նոր ֆորմատով, որտեղ խաղից դուրս է մնում միայն ֆուտբոլը։ Այո, ճիշտ լսեցիք, սա այն վայրն է, որտեղ ֆուտբոլը մի կողմ է դրվում և բեմ են բարձրանում մյուս մեծ խաղերը։ 5-1-ը միայն հաշիվների ու վիճակագրության մասին չէ, մեկ հաղորդման մեջ 5 տարբեր աշխարհ, որոնց միավորում է մեկ բան՝ սպորտի կախարդանքը։ Ժամանակն է, որպեսզի հայկական սպորտային դաշտում խաղադաշտից բացի լինեն կորտեր, սահադաշտեր ու մրցուղիներ։ Եթե պատրաստ եք բացահայտել սպորտի մի ամբողջ աշխարհ ֆուտբոլից դուրս, ուրեմն դուք ճիշտ տեղում եք։ Եթե դու այս սպորտաձևերից թեկուզ մեկին հետևում ես, ուրեմն այս հաղորդումը հաստատ քեզ համար է, իսկ եթե ոչ, գուցե հենց հիմա սիրահարվես դրանցից մեկին։ Շաբաթվա ամենաթեժ իրադարձությունները, ինտերնետային բումերը ու աստղային հյուրերը լինելու են մեր հաղորդման անբաժան մասը։ Այժմ ծանոթանանք նախորդ ուիկենդի սպորտային անցուդարձին։ Փարիզում կայացավ UFC Fight Night 258-ը։ Մեին իվենթում պայքարի մեջ էին միջին քաշային կարգի մարտիկներ Նասուրդին Իմավովն ու Կայո Բորալյոն։ Ֆրանսիացին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Իմավովը վերջին անգամ մենամարտել էր փետրվարին, նոկաուտով հաղթելով Իսրայել Ադեսանյային։ Բորալյոն մինչև Իմավովին հանդիպելը չէր պարտվել 7 անընդմեջ մենամարտում։ Մոնցայում լավագույնը Մաքս Ֆերստապենն էր։ Ֆորմուլա 1-ի գործող չեմպիոնը կարիերայում երրորդ անգամ հաղթեց Իտալիայի Grand Prix-ում։ Պոդիումի երկրորդ աստիճանին կանգնեց Մակլարենի ներկայացուցիչ Լանդո Նորիսը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց նրա թիմակից Օսկար Պիաստրին։ 16-րդ էտապից հետո 324 միավորով մրցաշարի նախյուսակը շարունակում է գլխավորել Օսկար Պիաստրին։ Կարլոս Ալկարասը կարիերայում երկրորդ անգամ դարձավ US Open-ի հաղթող։ Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 4 սեթում հաղթեց Յանիկ Սիներին։ Սա 22-ամյա Ալկարասի մեծ սաղավարտի 6-րդ տիտղոսն էր։ Ալկարասը US Open-ում հաղթել էր նաև 2022 թվականին։ Դե ինչ ժամանակն է խոսել Ֆորմուլա 1-ի մասին։ Այս օրերին բոլորի հայացքները սևեռված էին դեպի Մոնցա։ Իտալիայի Grand Prix-ի մասին կզրուցենք Ֆորմուլա 1-ի մեկնաբան Հակոբ Գևորգյանի հետ։ Հակոբ, բարի երեկո։ Ազար բարի։ Շատ շնորհակալություն մեզ հետ լինելու համար, այնել այս տեսակ դինամիկ թեմայից զրուցելու առիթով լավագույն տարբերակն ես եւ իդեպ մեր հաղորդման առաջին հյուրը։ Պատկերացնես, հյուր գործընկերը, լավ, այս դեպքում այսպես կարող ենք ասել, որովհետև Հակոբն էլ է վճարվում այս հաղորդմանը մասնակցելու համար։ Դրա համար այնպես որ միայն իմ տրամադրությունը չի լավ էլի, նաև Հակոբինն է շատ հիանալի։ Եվ Հետաքրքիր թեմա ունենք այսօր Իտալիայի Մոնցայի Grand Prix-ին, մինչ կանցնենք գլխավոր թեմային կարելի ասել շաբաթվա, Հակոբ, երբ ես առաջին անգամ Ֆորմուլա 1 դիտել, ում և ինչի շնորհիվ ես սիրել ավտոսպորտը։ Երևի 2004-5 թվականներն էր, դե այդ ժամանակ անհնար էր ավտոսպորտը չսիրել Միխայել Շումախերի շնորհիվ։ Միգուցե նաև Ֆերնանդո Ալոնսո, բայց այդ տարիներին Շումախերը այնպիսի կերպար էր, որ ընդհանրապես ամբողջ Ֆորմուլա 1-ը տարածեց։ Այսինքն, եթե օրինակ նույն UFC-ն տարածվեց, որովհետև Քոնոր Մակգրեգորը այդպիսի շոումեն էր, Ֆորմուլա 1-ում շոումեն չէր Շումախերը, բայց այնպիսի կերպար էր, որ 90-ականների վերջում եւ 2000-ականների սկզբին անհնար էր չսիրահարվել այդ սպորտաձևին ու ճանապարհը Շումախերն էր։ Իսկ մինչև հիմա նույնիսկ կա այդ արտահայտությունը, ամենայն դեպս իմ թվերին կար, որ հոդու Շումախերը չես արտահայտությունը։ Այդ թվերին միշտ խանութներում կային տարբեր պաստառներ, որտեղ Շումախերն էր, առնվազն 10 պաստառից 2-ը Շումախերն էր, այսինքն անընդհատ տեսնում ես ու անհնար էր այդ կերպ։ Շումախերը անունը կարծում եմ բոլորին է հայտնի, անգամ եթե այն մարդկանց համար, ովքեր չեն հետաքրքրվում ավտոսպորտով։ Իսկ Ֆորմուլա 1-ում ով էր բացի մարզիկից այն առաջին աստղային փայլը շղարշը այլ կերպով նաև վերելու իմաստով։ Օրինակ Համիլտոնը ինձ համար fashion ոգեշնչման աղբյուր է։ Երևի այդ առումով Համիլտոնը, որովհետև սթայլի իմաստով ամեն ինչի։ Այդ առումով Համիլտոնը, որովհետև դե աշխարհի 7-ակի չեմպիոն է, շատ հայտնի պիլոտ ու զբաղվում է տարբեր գործունեությամբ, այդ առումով նույն թվում fashion գործունեությամբ ու այդ առումով Լյուիսն է, որովհետև
տեսեք 5 շաբթի առաջին օրն է, երբ գալիս են մրցուղի պիլոտները, падdock հատված կա, որտեղ տեղավորվում են այդտեղ թիմերով։ Ու 5 շաբթին կոչվում է Լյուիսի պոդիումի օր։ Որովհետև ամեն 5 շաբթի ինքը մի նոր ինչ որ հետաքրքիր տվյալ երկրին նվիրված կամ միգուցե ինչ որ առիթի նվիրված, ինչ որ ֆեշնի տրամաբանության մեջ ինչ որ բանով գալիս է։ Ու 5 շաբթին այդ առումով Լյուիսին է նվիրված։ Իզուր չէ, էլի, որ ես 5 շաբթի օրերը շատ եմ սիրում։ Ուրբաթներն էլ կսիրես, որովհետև ուրբաթել է գալիս։ Կգան մեր ուրբաթները։ Եթե այսպես շարունակենք, կարծում եմ ժամերով կխոսենք, վերադառնանք մեր գլխավոր թեմային այսօրվա։ Մոնցայի Grand Prix-ն է մեր այսօրվա գլխավոր թեման։ Նորմալ չեն տեսնում, այդպես։ Տեսախցիկի շարժումը այնքան արագ է, որ այդ օպերատորները, չգիտեմ ինչ մարզումներ են անցկացնում, որովհետև որ կարողանան պետք է հասցնել, այո, իհարկե։ Այսպեսի հարց առաջացավ ինձ մոտ, Հակոբ, հետաքրքիր է քո մեկնաբանական կարիերայի ընթացքում ինչ հետաքրքիր ու հիշարժան դեպք կհիշես, միգուցե դեպքեր։ Շատ են եղել հիշարժան դեպքերը, օրինակ Ճապոնիայի Grand Prix-ներ մտանք եթեր, բավականին հորդառատ անձրև էր ու ժամանակակից Ֆորմուլա 1-ում Տավա Վրաստանում չեք վարել այդ եթերը։ Անձրել եք, ճամայամ անձրել կուժով։ Վրաստանից վերադառնում ենք Հայաստան, մանավանդ կարիք չկա վերադառնալ, մենք այստեղ ենք ու դա շատ հիանալի է, մենք Fast Sports-ի եթերում ենք սիրելի ներկաներ, հեռուստադիտողներ, ովքեր որ մեզ նայում են, 5-1-ումն է եթերում եւ մենք ունենք խաղ մեր այսօրվա գործընկերոջ հետ, Յուրի հետ, Յուր գործընկերոջ հետ, Հակոբ։ Շատ լավ խաղ է, ասեմ։ Բավականին հետաքրքիր, կարծում եմ պետք է որ շատ լավ ստացվի Հակոբի մոտ։ Մի փոքր կարելի ասել, այսպես լսողության հատկանիշներն ենք փորձարկելու։ Լսելու ենք։ Ինչ կարծում եմ, Այո, այո։ Լսելու ենք Ֆորմուլա 1-ի 3 գործող պիլոտի հարցազրույց ու ձայնի միջոցով փորձելու ենք գուշակել, թե որ պիլոտն են։ Առասարակ իրենց հարցազրույցները իրենց լեզվով է նայում, թե անգլերեն։ անգլերեն, հա, այսինքն իրենց ձայնը ճանաչելի կլինի։ Այնպես չէ։ Որը ռուս բան։ Итак, я вот когда вышел на этот, ասենք այդպես ձեներով չեն ցանկանում։ Չէ։ Որ Դիկապրիոյի ձայնը, ասենք միջև մալ լիքը մարդ չգիտի ինչ ձայն ունի, որտեղ որ Շատ դերասանների կարծում եմ։ Ահա, եւ խնդրեմ առաջինը։ So I met him for the first time in Austria, and we had about an hour conversation just talking about motorsport and the technical side of things, which he loves. And I love that because he was actually, I mean, he has a lot more knowledge than me on that side of things, and it's great to see how much passion he has as well. Ոչ։ Օլիվերման։ So I met him for the first time in Austria. We had about an hour Հասուն conversation ձայն just talking ուներ about Բերմանի motorsport համար։ Հասուներ ձայնը Մի Բերմանի քիչ համար։ Բերմանի համար, չէ, Բերմանի ձայնը այդքան էլ հասուն չի, 19 թե 20 տարեկան է Բերմանը։
Բերմանի համար մի քիչ հասուն է։ Իսկ հիմա երբ որ վիզուալով մարդուն տեսնում ես, այդ ժամանակ ձայնը ուրիշ ձև ես լսում, բայց երբ որ առանձին ես։ Դրանից հետո շփոթելը կարծում եմ բարդ կլինի։ Լսենք Հաջորդը։ Everything happened really quick, and I did enjoy that. I think it's the most important, and that sometimes it is difficult in F1 because you got so much stuff, and it is difficult. It is hard to enjoy everything, but I have been enjoying the moment, and I know it's only a couple of races, so my idea and my plan was to try and show what I can do in these 29 races, and then. Արգենտինական ինչ-որ բան կար։ Իսպանական անգլերեն չզգացի մի տեսակ կոլապինտոն էր։ Ինչպես։ Ֆրանկո կոլապինտո։ Այո, Ֆրանկո Բավականին լավ կոլապինտո։ անգլերեն է խոսում, որովհետև եթե իսպանացի սայնսը խոսեր, միանգամից կասեի, որ Կարլոս Սայնսն է։ Իսպանացիները չեն կարողանում ուղղակի իրենց ակցենտը դուրս հանել իրենց խոսքի միջից։ Ինչ լավ է, բայց որ դու ակցենտները այդպես ես լսում, այսինքն իմ անգլերենը քո համար իդեալական անգլերեն կլինի։ Եթե դեստեղ իսպանական Լոնդոնի անգլերեն, Լոնդոնի կենտրոնի native London Shakespearean անգլերենով եմ խոսում այս պարագայում։ Եվ հաջորդին վերջինը, երրորդը։ Also knew that there was something happening, there was a shift, and that potentially there was an opportunity. So we were all like waiting. So he was already, I could see when he answered the FaceTime, he was like, what's going on? Զելանդացի, նոր զելանդացի Լիամ Լոսոն չէ, վստահաբար։ Something happening, there was a shift. Որովհետև Լյուիսի անգլերենի նման չի, բայց այն անգլերենն էր նախորդ կոլապինտոյի։ Ահա։ Հա, բայց սա ավելի լավն է, բնականաբար։ Սա իսկապես անհասկանալի է, որի ես այսինքն ավելի ձգտում եմ, լավ։ այնքան լավն է, որ անհասկանալի է։ Ինչ-որ միտեղ։ Շատ բարի, շնորհակալություն շատ Ես եմ Հակոբ շնորհակալ։ մեզ հետ այս րոպեները անցկացնելու համար, երեկոյան այս շքեղ ժամը մեզ տրամադրելու համար ու մեր հեռուստադիտողներին։ Իսկ մենք շարունակում ենք ու տաղավարից տեղափոխվում ենք on-line հարթակ։ Մոնցայից շատ հեռու չգնանք ու դիտենք Ֆերարիի հրապարակումը, հիշելով Լուիս Համիլթոնի հայտնի խոսքերը. երազում եմ կարմիր մարզահագուստով Մոնցայում լինելու մասին։ Կարելի ասել երազանքի կեսը միայն կատարվեց Մոնցայում Լուիս Համիլթոնը, սակայն արդեն կապույտ համազգեստով։ Կապույտը համազգեստով, ինչը ենթադրաբար, այսինքն դալտոնիզմի խնդիր չկա, զուտ է այդպես ստացվեց, որ երազանքները իրականանալու հատկություն ունեն, բայց ոչ այն կերպով, ինչ կերպ, որ մենք ենք ակնկալում։ Սա երևի դրա վառ օրինակներից է։ Մոնցայում կարիերայում առաջին անգամ որակավորման առաջին սեկտորը չհաղթահարեց RB Racing-ի պիլոտ Իսակ Հաջարը։ Երիտասարդ ֆրանսիացին անցած շաբաթ կարիերայում առաջին անգամ կանգնեց պատվոհարթակին, հուզվեց ու կոտրեց գավաթը։ Դեթիմն էլ իհարկե զվարճալի TikTok նկարեց դրա արդիվ։ Խնդրեմ TikTok-ը։ You're coming home with me. You're gonna live with me now. I'm gonna take care of you. Ինչը կոտրված տաշտակի առաջ կանգնել չի կարելի ասել, որովհետև ամեն դեպքում հաղթանակ է։ Շատ են լինում դեպքեր, երբ ոգևորությունից եւ նման էմոցիաների ժայթքումից նման դրսևորումներ են ունենում, մրցանակները կոտրում են, սակայն այդ մրցանակի տեսքն էլ, գիտես, ոնց որ ինքն էլ մի քիչ կոտրվել, որ լավ, այսքան անեմ ու վերջում սենց, հա, ապացույցներ։ Ապացույցը այս վիճակում լինի։ Ես կարծում եմ անպայման այնպես կվերանորոգեն կամ նորը կսարքեն, որ հաջորդ անգամ ավելի ուշադիր ու նուրբ կվերաբերվի։ Օրինակ նուրբը որն ասում շոյելով, հա։ Այո, այդքան ժամանակ, այդքան էներգիա ու ջանք թափել միայն այդ ինչ որ կտորի համար, ինչ որ մի եւ վերջում այդպեսի։ Համաձայն եմ, լավ ապրումներ չեն, բայց TikTok-ը լավ է ստացվել։ Եվ վերջում դիտենք Յանիս Ադետոկումպոյի մոտիվացիոն գործողությունը թիմային հավաքի ժամանակ։
Հուսամ դու այդ կերպը ինձ երբևէ չես փորձի մոտիվացնել եթեր մտնելուց առաջ։ Մեթոդներ չեմ կիրառում։ Բարև ձեզ երեստասիոն 5 մեկում է եթերում։ Այս ինչ կարելի ասել։ Օրինակ մեր ժամանակ որ լիներ դպրոցում որ գիրքը մոռանում էիր դասի գնալիս, դասատունը հայտնի խոսքը գլուխդ մոռանայր։ Այդ կարող է լինել։ Կամ դու ինչ որ տարբերակ ունես։ Չէ, ավելի շատ դպրոցական նման բաներին շատ մոտ եմ։ Ուր էիր 3 գիշերը, օրինակ տենց չի կարա լինի։ Հնարավոր է, կինը ամուսնուն։ Կինը ամուսնուն, օրինակ, ուր էիր 3 գիշերը։ Կամ էլ ինչ տարբերակ։ Քանի որ մենք ավելի հետաքրքիր տարբերակ չենք կարողանում մտածել, մենք հեռուստադիտողների համար։ Կոմենտներում կարող եք գրել ծիծաղելի քեփշններ ու լավագույնները մյուս հաղորդման ընթացքում կհնչեցնենք մեր եթերից։ Անպայման։ Ֆասպորտի սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր գլխավոր հյուրը Կեռոն զարգացման հիմնադրամի եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի շնորհիվ Հայաստանը ներկայացնում է աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերում։ Տաղավարում հյուրընկալել ենք պրոֆեսիոնալ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին։ Էլինա, բարի երեկո, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում, հատկապես որ սա 5-1-ում հաղորդման առաջին թողարկումն է ու մենք սկսում ենք ձեր նման պատվավոր հյուրով։ Բարև ձեզ։ First of all, thank you so much. Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհավորում եմ ձեզ հաղորդման պրեմիերայի կապակցությամբ եւ ուրախ եմ, որ ձեր առաջին հյուրերից մեկն եմ։ Happy you invited me. Շնորհակալություն հրավերը ընդունելու համար, անչափ հաճելի է ձեզ մեր տաղավարում տեսնելը եւ հաճելի է, որ մենք ունենք այս բացառիկ հնարավորությունը զրուցելու մեր թենիսիստուհու հետ։ Մինչ կխոսենք ձեր այս վերջին այցի եւ առաջիկա պլանների մասին, կարծում եմ շատերին կհետաքրքրի, թե ինչպես սկսվեց ամեն ինչ, երբ առաջին անգամ բռնեցիր ռակետը եւ մտածում էիր արդյոք պրոֆեսիոնալ կարիերա սկսելու մասին։ I started playing tennis when I was 6 years. 6 տարեկանից եմ սկսել թենիս խաղալ։ Եղբայրս ինձնից ավելի շուտ էր մուտք գործել կորտ։ Մայրս առաջարկեց, որ ես էլ թենիսով զբաղվեմ։ Այն ժամանակ չէի պատկերացնի, որ ամեն ինչ այսպես կդասավորվի, որ այսքան բարձր դիրք կզբաղեցնեմ վարկանիշային աղյուսակում։ Թենիսը շատ խիստ մրցակցային մարզաձևն է ու որն ես համարում քո կարիերայի ամենադժվար շրջանը մինչ այս պահը։ I've had many injuries this year. Շատ վնասվածքներ եմ ունեցել այս տարի։ Կարիերայիս ամենաբարդ տարիներից մեկն է։ Միևնույն ժամանակ շատ դասեր եմ քաղել ու շարունակելու եմ պայքարել երազանքներիս հասնելու համար։ Քանի որ մեր տաղավարում թենիսիստուհի է, թենիսիստուհի ենք հյուրընկալել, չեմ կարող այս հարցը չտալ, քանի որ օրեր առաջ ավարտվեց տարվա վերջին մեծ սաղավարտի մրցաշարը US Open-ը, որին մասնակցում էր նաև դու։ Ցավոք ճանապարհ այնքան էլ երկար չստացվեց, դուրս մնացիր առաջին շրջանից, ինչպես ընդունեցիր այդ արդյունքը եւ ինչ դասեր վերցրիր արդեն այդ պարտությունից հետո։ Well, I was pretty sad because it was not the result I expected. Վնասվածքներն իհարկե խանգարեցին, բայց հպարտ եմ, որ կարողացա երբեմն նույնիսկ ցավեր ունենալով պատրաստվել մրցաշարին ու ելույթ ունենալ։ Մյուս անգամ իհարկե ավելի լավ ելույթ կունենամ։ Առանցակ թենիսը ամենակրքոտ սպորտաձևերից է եւ թենիսի աստղերը ցանկալի են շատ շատերի կողմից։ Ունեք արդյոք ձեր սիրելի ատլետին, սպորտսմենին, թենիսի բնագավառից ու մասին ոչ միայն որպես պրոֆեսիոնալ մարզիկ է, այլ որպես տղամարդու կարող եք ասել, որ համակրելի է։ Well, honestly, I never had. Եթե անկեղծ երբեք կուրք չեմ ունեցել։ Միշտ կենտրոնացել եմ ինքս ինձ վրա, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարզիկի ուղին յուրահատուկ է։ Մեր սպորտաձևում շատ են ֆանտաստիկ ատլետներն ու նրանք բոլորն են լավն են յուրովի։ Մարսենը հարցրեց նաև այլ սպորտաձևերի ներկայացուցիչների մասին, մի այսպիսի հարցել ես տամ, կան այլ սպորտաձևեր թենիսից բացի, որին հետևում ես, շատ ենք տեսնում հայտնի թենիսիստների շրջանում, ովքեր որ ժամանակին զբաղվել են նաև այլ սպորտաձևով եւ այժմ էլ մեծ երկրպագու են։ Well, I was always committed to tennis, so Ես միշտ հավատարիմ եմ եղել թենիսին։ Չեմ զբաղվել այլ սպորտաձևերով, բայց հնարավորության դեպքում այցելում եմ ֆուտբոլային կամ բասկետբոլային հանդիպումներ դիտելու։
Իրականում Էլինայի Հայաստանը ներկայացնել սկսելուց հետո ես անձամբ շատ եմ նկատել երեխաների շրջանում հետաքրքրություն, եթե երեխաները մինչ այդ այն երեխաները անգամ ովքեր որ զբաղվում էին թենիսով, մեծ հետաքրքրությամբ չէին նայում հանդիպումները, այն բանից հետո երբ Էլինան սկսեց ներկայացնել Հայաստանը, երեխաների մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ դիտելու այն մրցաշարեր, այն հանդիպումները, որին Էլինան մասնակցում է, կցանկանայի իմանալ, թե ինչ կմաղթեիր այն երիտասարդ մարզիկներին, հատկապես աղջիկներին, ովքեր երազում են գտնվել այնտեղ, որտեղ հենց այս պահին դու ես գտնվում։ Կասեմ նրանց, որ հավատան իրենց երազանքներին, մարզվեն, աշխատեն ու երբեք չհանձնվեն իրենց իղձերը իրականացնելու ճանապարհին։ Տեղափոխվենք կորտ, խոսենք ներկայիս մարզավիճակի մասին, ինչ մարզավիճակում ես գտնվում եւ առաջիկա պլանների մասին մի փոքր, որոնք են այն մրցաշարերը, որոնց պատրաստվում ես դեռ մասնակցել այս տարի, քանի որ թենիսային տարին կարելի ասել դեռևս ավարտված չէ։ As I said, I had a little health issues this year, so I'm still Այս պահին դեռ վերականգնվում եմ ուսի վնասվածքից։ Վերականգնողական պրոցեսի ավարտից հետո պլանավորում եմ մինչև տարվա վերջ մի քանի մրցաշարի մասնակցել։ Կարծում եմ դրանցից առաջինը կլինի Ճապոնիայում։ Մենք հիմնականում տեսնում ենք արդեն արդյունքը, այն փայլուն ելույթները, ինչպես ներկայանում են մարզիկները, բայց իհարկե դրա ետևում մի ամբողջ ահռելի աշխատանք է։ Ձեզ պետք է խնդրեմ, որպեսզի մեզ ներկայացնեք ձեր մի օրվա շրջանը, ինչպես է սկսվում, նախաճաշին ինչ եք ուտում, որ ժամին ինչ դիսցիպլինայով եք ապրում, ինձ շատ հետաքրքիր է ու կարծում եմ այն նաև մոտիվացնող կլինի մեր թե թենիսով զբաղվողների եւ թե առհասարակ մարդկանց համար, ովքեր ուզում են ինչ-որ մի կերպ իրենց կյանքը բերել դիսցիպլինար դաշտ։ Well, it may sound like a very long and boring day, but if you really want Կարծում եմ հիմա կհնչի ամենաձանձրալի օրվա պլաններից մեկը, բայց եթե ցանկանում եք, ես այն կներկայացնեմ։ Արթնանում եմ ժամը 7-ին։ Նախաճաշը հիմնականում բաղկացած է խաշած ձվից, ապուխտից եւ պանրից։ Նաեւ սուրճ եմ խմում, վերջնականապես արթնանալու համար։ Մարզումները սկսում են ֆիթնես սեսիայով, հետո փոքրիկ դադար եմ ունենում, որից հետո մեկնարկում է թենիսի մարզումը, որը տևում է մոտ 2 ժամ։ Այնուհետև հանգստանում եմ եւ սնվում։ Սիրում եմ կարտոֆիլով պյուրե եւ հավի թևիկներ, բայց ոչ բուսայուղի մեջ տապակված։ Երբեմն երեկոյան նույնպես 1 ժամյա մարզում եմ ունենում, ընթրում եմ եւ հանգստանում։ Սիրում եմ ֆիլմեր դիտել, գնումների գնալ։ Փորձում եմ նաև չխախտել քնի ռեժիմը։ Երբեմն ինձ ասում են, որ ես շատ եմ քնում։ US Open-ից հետո օրինակ վերադարձա շատ հոգնած է եւ 16 ժամ քնեցի։ Ես մի հարց ունեմ Էլինայի համար, նախատեսած կարծում եմ թենիսի երկրպագուներին էլ կհետաքրքրի այդ հարցը։ 2 թենիսիստի անուն եմ տալիս, որոնք տվյալ պահին լավագույնն են աշխարհում, ցանկանայի իմանալ քո կարծիքը, ով է քեզ համար ավելի լավը եւ ինչու։ Յանիկ Սիներ թե Կարլոս Ալկարաս։ Կարծում եմ, նրանք երկուսն էլ այս պահին բարձրագույն մակարդակի վրա են, ուստի դժվար կլինի նրանցից մեկին ընտրելը։ Հանդիպել եք իրենց իրական կյանքում։ Այո, մրցաշարերի ընթացքում։ Նույնքան համով են, որքան կորտում։ Կախված է ձեր ճաշակից։ Այս իտալական մոտիվի վրա կարելի ասել, մենք Էլինայի համար խաղ ենք նախապատրաստել։ Խաղը մենք կոչել ենք Tenisisto Italiano։ Քանի որ ես այստեղ եմ, չէր կարող այս հնչյունաբանությունը չլիներ։ Tenisisto Italiano։ Մենք հնչեցնելու ենք մի քանի իտալացիների անուններ եւ հայտնի իտալացիների տարբեր բնագավառներից։ Էլինա, դուք պետք է գուշակեք նրանցից ով է տենիսիստ, ով ոչ։ Պետք է ուղղակի ասել թենիսիստ են, թե ոչ։ Okay, that should be easy. Պետք է որ հեշտ գուշակեմ, այլապես կամաչեմ։ Սկսեցինք։ Lorenzo Bandini։ Ոչ, նա թենիսիստ չէ։ Ոչ։ Այո, նա Ֆորմուլա 1-ի պիլոտ է։ Երկրորդ հայտնի անձնավորությունը Ստեֆանո Ակորսի։
it's not. Ոչ։ Այո, դերասան է։ Ջոն Կազալե։ No, it's not. Նա եւս ոչ։ Բավականին լավ է ստացվում Էլինայի մոտ կարծում եմ։ Հաջորդը Բիաջո Անտոնաչի։ No. Ոչ։ Ոչ։ Կրկին ճիշտ ճիշտ է, այո, երկիչը։ Բիաջո Անտոնաչին։ Եվ շարունակում ենք Նուրիա Բրանկաչիո։ Yes, it is. Վստահ չեմ, որ նրա անունը ճիշտ հնչեց, բայց այո, նա թենիսիստ է։ Այսօր շատ հատուկ հարաբերությունների մեջ եք ինձ հետ ելնա։ Այո։ Բայց ինձ դուր է գալիս։ Շատ ճիշտ է։ Ինձ դուր է գալիս։ Բրանկաչիոն WTA վարկանիշային ռուսակի 178-րդ համարն է։ Այո։ Մի քիչ ավելի հետևում հանդուկ եք։ Սիմոնե Ֆոնտեկիո։ Նա եւս ոչ։ Այս մեկը կապ չունի, չէ՞, արդեն ճիշտ է հնչեցնում, թե ոչ։ Ամեն դեպքում մարզիկ է, NBA-ի բասկետբոլիստ է։ Հաջորդը Ստեֆանո Տրավալյա։ Ոչ։ Նա թենիսիստ է։ Առաջին սարը։ You should name ATP 230-րդ ռակետն է։ Ոչինչ։ Ոչ չիմացակ Ստեֆանո Տրավալյային։ Առաջին սարներ։ Այո։ Անդրեա Աբոդի։ Ոչ։ Այ որ Իսպանիայում չապրեիք, Իտալիայում ապրեիք, երևի կիմանայիք, որ նա Իտալիայի սպորտի նախարարն է։ Այո, այո։ Ջինո դա Կամպո։ Հենց մի փոքր բարթացրել ենք արդեն խնդիրը։ Սկզբում շատ վստահ էի, հիմա ոչ այնքան։ Քիչ կամբոտի պես է հնչում։ Չեմ կարծում, որ թենիսիստ Այո, է։ ճիշտ է, որտեղ նա հայտնի խոհարար է։ Այո։ Գորդոն Ռամզիի խոհարարական շոուի ժյուրի անդամներից մեկն է։ Եվ Մատեո Ջիգանտե։ Well, I think. Կարծում եմ, նա թենիսիստ է։ Այո, այո։ Այո, շատ ճիշտ եք մտածում, ATP 140-րդ ռակետն է։ Բավականին լավ ստացվեց Էլինայի մոտ կարծում եմ, միայն մեկ սխալ։ Միայն մեկ սխալ։ Լավ արդյունք է։ Այո։ Դա էլ մեր խաղի համար է առավել հետաքրքիր։ Էլինա, շնորհակալ ենք մեր հյուրը լինելու համար, ձեզ մաղթում ենք հետագա հաղթանակներ, ձեռքբերումներ եւ այն նպատակները, որոնք ունեք, այն ինչ որ վիզուալիզացրել եք, շատ շուտով իրականություն դառնա։ Մենք եւ ամբողջ հայազգը կշարունակենք հետևել ձեր հաջողություններին եւ ուրախանալ արդեն հայկական դրոշը բարձր պահելու արդիվ։ Merci, Shad. Դες այրեն գիտի։ Իսկ մեր հեռուստադիտողներին առաջարկում ենք տեսնել, թե ինչ է սպասվում առաջիկա վիկենդին, այսինքն այս օրեքուց։ Սան Անտոնիոյում սպասվող Noche UFC-ի գլխավոր մենամարտում կհանդիպեն Դիեգո Լոպեսն ու Ժան Սիլվան։ Ակնոցավոր տղաներից երկուսը Բորալիոն ու Ռուֆին նախորդ շաբաթ պարտվեցին Փարիզում։ Սիլվան փորձելու է փրկել իր թիմի համբավը դիվիզիոնի Contender Լոպեսի դեմ մենամարտում։ Երեկոյի հիմնական քարտը լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում սեպտեմբերի 14-ին ժամը 2-ին։ Գիշերվա մասին է խոսքը։ Այսօրվա 5-1-ումի համար նախապատրաստել էինք այսքանը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք։ Եթերում կլինենք մյուս շաբաթ նոր հերոսներով, նոր իրադարձություններով ու նոր պատմություններով։ Իր էքսցենտրիկ, ճիշտ եմ ասում այդ բառը։ Էքսցենտրիկ, այո։ Հա, ինչ է պատահելիքը։ Էքսցենտրիկ։ Հա, դուրս արի մենք շարունակենք։ Այսօր մեր հյուրը եղավ գնաց։ Այդ տարբերակով։ Էս այդ չէր, բա որն է։ Էդի վերջինն է։ Եվ վերջում դիտենք Յանիս Ադետոկունպո, ինչ լավն է։ Ադետոկունպո։